Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 9 է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Հայաստանի իրադարձություններից, որովհետև բավական անորոշ է մեր տարածաշրջանում ու լարված, դրա ֆոնին մեր իշխանությունը ինքն է երկրի ներսում ներպետական լարվածություն հրահրում, հաշվի առնելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված արդեն իրանք հայտարարեցին, որ մեկնարկը տրված է եւ տեսնում եք, որ ցանկացած քայլ արվում է այդ ուղղությամբ։ Հիմա նայենք հերթական հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի, ինչ է սա նշանակում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա փաստ է եւ եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այսմ համաձայն հայ առաքելական եկեղեցու կանոնագրի Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը պետք է ազատի վեհրանը։ Որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդատանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ, Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նոր ընտիր կաթողիկոս, ում բարևարկությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։ Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ, գրել է Փաշինյանը։ Հիմա բարբերաբար անդրադարձել ենք այս թեմային, բայց մի հատ էլ անդրադառնանք, որտեղ համառորեն Նիկոլ Փաշինյանը այս միտքը առաջ է տանում։ Այն որ Գարեգին II-ը իր գործունեության ընթացքում շատ սխալներ է թույլ տվել եւ կշարունակի թույլ տալ, դրա մասին այնքան ենք խոսել, երևի ավելի շատ, քան Նիկոլ Փաշինյանը։ Բայց խնդիրը ստեղ ուրիշ է։ Երկրի վարչապետը հստակ ասում է, որ այսինքն խախտել է իր կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա փաստ է։ Հիմա հարց է ծագում։ Շատերս կարող է ենթադրաբար իմանան, որ դա այդպես է, բայց ինչ է նշանակում դա փաստ է եւ ինչ է նշանակում խախտել է։ Ոչ թե կարծում եմ, ոչ թե ենթադրում եմ, ոչ թե կան ինչ որ կասկածներ, այլ վարչապետը նշում է դա փաստ է։ Դա ինչ է նշանակում, որ դա այլևս ստուգված է։ Ինքը կարող է փաստը ներկայացնել, փաստը նա է, որ կարող է ներկայացնել, ոչ թե ասի գնացեք ստուգեք, պարզեք, այլ արդեն ստուգած պարզած է, այսինքն ապօրինի ձևով ԴՆԹ անալիզա վերցված Գարեգին II-ից եւ ապօրինի ձևով ում վրա որ կասկածում են, նրան հետևել են, գնացել են ինչ որ առիթով, նրա մոտ ինչ որ ձևով շփվել են եւ վերցրել են համապատասխան նմուշը, որ կարողանան ԴՆԹ անալիզ վերցնեն եւ բերեն այդ ապօրինի թուղթը տան վարչապետին, որն էլ համարձակ ձևով ասի, եթե պետքա կապացուցեմ, որովհետեւ ոչ մեկը պարտավոր չի իր մեղավորությունը կամ անմեղությունը ապացուցի։ Դու ես պարտավոր մեղադրել, մեղադրող կողմը։ Նախ ոնց է վարչապետը մեղադրող կողմ, ինչ կապ ունի ինքը դրա հետ։ Ես տեղ խնդիրը ամենևին հարցը նա չի, որ վերաբերում է Գարեգին II-ին, թե մեկ ուրիշին կամ Գարեգին II-ին ընդունում են, թե չէ, կամ ինչպես նա կարող էր ծառայել Ռուսաստանին, որ մեդալ ստանար Պուտինից, կամ ոնց կարող էր իր եղբայրը հայ առաքելական եկեղեցու անունից Ռուսաստանի քաղաքացիներին օրհներ ուղարկեր Ուկրաինա կռվելու։ Դու ամենայն հայոց կաթողիկոսն ես, բայց նրանք Ռուսաստանի քաղաքացի են, Ռուսաստանի պետության անունից գնում են կռվելու, Հայաստանի եկեղեցու անունից օրհնում են։ Այսինքն այդ կարգի բաներ այնքան ենք ասել, որ ափսոս է մեր թանկագին ժամանակը նորից այդ բոլորը կրկնենք։ Բայց դա ինչ կապ ունի նրա հետ, որ դու ասում ես, որ ես ունեմ փաստ։ Այդ փաստը չէիր կարող օրինական ձևով ստանալ։ Դա նշանակում է ցանկացածին կարելի է ստուգել,
եւ ցանկացածի վրա նյութ հավաքել, ցանկացածին կարելի է հետևել, որովհետեւ կամ երբ որ ասում է մեկ ուրիշների բարեվարկությունը ստուգելը, ով է ստուգելու դա։ Էլի մենք կարող ենք դրան ուշադրություն չդարձնել, եթե Նիկոլ Փաշինյանը արդեն ասած չլներ, որ պետությունը պետք է վճռական ազդեցություն ունենա ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու հարցում։ Այսինքն պետությունն անջատ է, եկեղեցին անջատ է պետությունից, որ եկեղեցին խառնվել է աշխարհիկ կյանքին, ասել ենք, «Էս ինչ ես անում, դու ինչ գործ ունես քաղաքականության հետ», հիմա իշխանությունն է խառնվում եկեղեցուն։ Անունը դնելով, որ նա վատն է, բայց ասում է, չէ, մենք պետք է ընտրության մեջ վճռական դերակատարություն ունենանք։ Այսինքն մենք պետք է կաթողիկոս ընտրենք։ Ոչ թե թողես մեկը բարեվարկության քննությունը չհանձնես գնաց մեկ ուրիշը, սա է խնդիրը։ Սա սկզբունքորեն ասում է, ես պետք է կաթողիկոս ընտրեմ։ Բայց մայրաթոռը միշտ չի եղել, որ էջմիածինում ա եղել։ Տարբեր տեղեր ա եղել։ Վերջի շրջանում ա, որ գահը սարքած ա մարմարից, պատին ամրացրած, այսինքն վերջապես եկավ իր տեղը գտավ։ Բայց երբ որ օտարներն են եղել մեր երկրում, մայրաթոռն եղել ա ուրիշ տեղ, Հայաստանից դուրս։ Բա որ հանկարծ կանգներ ասի տեղափոխում եք Շվեյցարիա, ինչ ես անելու։ Զանգել ես Շվեյցարիայի ղեկավարությանը, ասես մի հատ ստուգ երեխա ունի, թե չէ։ Մայրաթոռը մենակ Հայաստանին է չի։ Նորից խնդիրը նայենք, այսինքն զգուշ եղեք, չմտնեք մի բանի մեջ, որի տակից չկարողանաք դուրս գաք։ Այդ ոգևորված զորք հավաքեք, տանենք հիմա էլ եկեղեցու վրա, դա չէր ճանապարհը։ Գարեգին երկրորդին ճանապարհ դնելու հազարատ տարբերակ կար, բայց այս կարգի բանը ոտքի կանգնեք, գնանք, էս անենք, իսկ մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի զորքը ինքը ինչ էլ ասի ոտքի կկանգնեն, ում դեմ ասի ոտքի կկանգնեն, դա նորություն չի։ Այդ ձևի ուղարկել է սահմանադրական դատարանի վրա, այդ ձևի ուղարկել է դատարանների վրա, այդ ձևի ուղարկել է ազգային ժողովի վրա, այդ նորություն չի։ Էլի միշտ ասվել է, որ նրանք լավը չեն։ Այնպես որ սրա հետ կապված սկզբունքի հարցն է այստեղ, ոչ թե Գարեգին երկրորդի հարցը, որտեղ Գարեգին երկրորդը չպետք է լիներ, որովհետև այն պարզ պատճառով թեկուզ չպետք է լիներ, որովհետև Գարեգին առաջինին Լևոն Տեր-Պետրոսյանը նշանակեց, Գարեգին երկրորդին Ռոբերտ Քոչարյանը նշանակեց։ Մենք այդպես է չթողեցինք, որ եկեղեցին ինքը իրանով իր խնդիրները լուծի, որի ժամանակ էլ ասենք դու անջատ ես պետությունից, գնա քո գործով զբաղվի, այս աղանդավորների դեմ առ հեղինակություն ստեղծի մարդիկ կան։ Խորհրդային միության ժամանակ Վազգեն առաջինի նկատմամբ ինչ հեղինակություն կար։ Կար, չէ, հոնորություն չի։ Կարային չմտածեինք, որ եթե նրա թեկնածությունը չհաստատվեր, նրան Ռումինիայից չէին բերի Հայաստան։ Բայց միևնույնն է, մենք այդ հարգանք ենք ունեցել այդ մարդու նկատմամբ, այդ կառույցի նկատմամբ, չենք դրել փորփրել, քրքրել, ասել, որ գիտես ինչ, ԿԳԲ-ի գործակալ է եւ այլը, չենք մտել ուղղակի դրա մեջ։ Դրա համար եկեղեցուն պետք է ասել դու մի մտի քաղաքականություն, մենք է չմտնենք ու տարածք, բայց այս հարցերին տարբերակը չի, որ մենք պետք է ընտրենք մեր ուզածը լինի։ Մեր ուզածը Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրեց, ավելի շատ խնդրեմ ստեղծեց։ Իր ուզածը ընտրեց Ռոբերտ Քոչարյանը, ավելի շատ խնդրեմ ստեղծեց, հիմա Նիկոլ Փաշինյանը դա է շարունակում։ Դրա համար ուղղակի մի հատ օրինակ բերեմ, որ հասկանալին որ խոսքը չի վերաբերում կոնկրետ անձի, երևույթի մասին է խոսքը։ Սա Facebook-յան մի ստատուտ, որը որ գրված է 2018 թվականի դեկտեմբերին, այսինքն ընտրություններից 18 թվականի մի քանի օր առաջ։ Հրեշին սպանողը հրեշ է դառնում, արդեն այսքան շուտ նկատի ունեցեք։ Հեղափոխությունից, եթե դա կարելի էր հեղափոխություն կոչել, մի քանի ամիս հետո, երբ որ ժողովուրդը ոգևորված էր, խանդավառված էր, Նիկոլ Փաշինյանին աստվածացնում էր, վերջապես Սերժին մերժեցինք, ով որ մերժել է նրան էլ դի ընտրենք, այդ Նիկոլ Փաշինյանի մասին էր խոսքը ընտրությունից մի քանի օր առաջ։ Երբ նացիստները բռնում էին կոմունիստներին, ես լռում էի, ես կոմունիստ չէի։ Երբ նրանք նստեցնում էին սոցիալ-դեմոկրատներին, ես լռում էի, ես սոցիալ-դեմոկրատ չէի։ Երբ նրանք բռնում էին արհմիութենական ակտիվիստներին, ես լռում էի, քանի որ արհմիության անդամ չէի։ Երբ նրանք եկան իմ հետևից,
այլևս ոչ ոք չկար, որի պաշտպանություն ինձ հանդես գար։ Մարտին Նիմյուլեր, որը ասել է նացիստական Գերմանիայի ժամանակ։ Հիմա իմ գնահատականը երջանկահիշատակ պաստորը դահա ու համակենտրոնացման ճամբարի երբեմն կալանավորը չէր ասում պաշտպանեք կոմունիստներին կամ սոցիալ-դեմոկրատներին, քանի որ դուք էլ նրանցից մեկն եք, ասել է թե ձեր նմանին համախոհին, պաշտպանեք, քանի որ երբ շարքից հանեցին նրանց, գալու են ձեր հետևից։ Մարտին Նիմյուլերը չէր ասում պաշտպանեք նրանց, քանի որ պարտավոր եք ունենալ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ու մարդու իրավունքների ցանկացած խախտման համար պետք է պայքարեք, եթե անգամ հալածյալի համախոհ չեք, այլ եթե անգամ վերը նշված դեպքերը չեն, այս երկուսը չեն, գոնե առաջնորդվեք ինքնապահպանման բնազդով, պաշտպանեք ուժեղին, ում հետևից եկել են առաջինը, քանի պաշտպանողների հավանական քանակը դեռ մեծ է։ Պատրաստ եմ դիտարկել անգամ ծայրահեղի դիրքորոշում ունեցողների տեսակետը, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրեշներ են, եւ նրանց դեմ պայքարը ցանկացած թույլատրելի ու անթույլատրելի մեթոդներով արդարացված է։ Այնպես չէ, որ քչերն են գտնում, որ հրեշներ են, բայց գիտենք նաեւ, որ հրեշին սպանողը կամ պետք է լինի ավելի մեծ հրեշ, կամ նրա մեթոդները լինեն ավելի հրեշավոր։ Նիկոլ Փաշինյանի դեպքում ոչ առաջինն էր, ոչ էլ երկրորդը։ Բարեբախտաբար կա նաև մեկ այլ տարբերակ։ Հրեշին հաղթում է ժողովրդի ծոցից ելած ասպետը, բայց մեր հասարակության մի զգալի մասն իր հաղթանակից այնքան է ոգևորվել ու իր ասպետին այնպես է մեծարում, այնպիսի անառողջ սիրով սիրում, նրա ցանկացած քայլ արդարացնում, եթե չասենք ողջունում, դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծում, որ հրեշին սպանողը ինքը հրեշ դառնա։ Ես 1.5 տասնամյակ իմ հրապարակային ելույթներով բավական կոշտ քննադատել եմ նախկին իշխանություններին, հատկապես հասցեական երկրորդ եւ երրորդ նախագահներին, ու այսօր ակնկալում եմ, որ մեր ժողովրդի աջակցությունը վայելող առաջնորդը հրեշ չդառնա։ Դե եթե ասում եմ 1.5 տարի, նշանակում է 18 թվականն էր, 7 տարի առաջ էր, դա հիմա ավելի շատ է։ Եվ դա նշելով ուզում եմ ցույց տամ, որ իրանց պաշտոնավարման ժամանակ եմ քննադատել եւ դրա փաստերը կան նաեւ տպագրված։ Նպատակին հասնելու համար ոչ մի միջոցի առաջ կանգ չառնող իշխանությունը, խախտելով խաղի գրված ու չգրված բոլոր կանոնները, լինեն դրանք իրավական, քաղաքական թե բարոյական, մի որոշ ժամանակ անց կարճելու է աթոռից մտածելով, որ եթե իրեն գահանկեց անեն, ապա պատասխան է տալու ցանկացած հաջորդ իշխանության պարագայում ու պետք է ամեն ինչ անել, որ դա տեղի չունենա։ Իսկ եթե իր ու իր հարազատների ապագայի համար տագնապը մտավ իշխանավորի սիրտը, ապա նա կարող է դառնալ շատ վտանգավոր, ու մենք որոշ ժամանակ անց պարզապես երանի կտանք ավտորիտար ռեժիմներին, քանի որ այս դեպքում կունենանք տոտալիտար վարչակարգ, որովհետև Նիկոլ Փաշինյանը եւ դատարանն ավերցրել, ուզում է մեդիաները վերահսկի, ով անցանկալի է գործարկեք, ինչ արեք, փագեք, կանոնակարգեք, ինչ դատական համակարգ, այդ արդեն չկա, ինչ օրենսդիր, այդ էլ արդեն չկա, հիմա արդեն եկեղեցին է, այսինքն բայց տոտալիտարը որն է, ինքը անգամ սուպեր վարչապետական համակարգ չի, ինքը պարզապես բացարձակ միապետ է, իրան հռչակել։ Արդյունքում երկրի զարգացումը տասնամյակներով հետընթաց կապրի, բռնապետությունից ազատվելու քայլերը կլինեն արյունալի, իսկ թե այդ ամենից ինչպես վարպետորեն կօգտվեն մեր հակառակորդները, դժվար չէ ենթադրել։ Հիմա սա է խնդիրը, որ այսօր տարածաշրջանի լարվածությունը, մենք տեսնում ենք Ադրբեջանը ոնց է սադրանքների գնում, ոնց է ստիպում ասի, որ դու եթե սահմանադրությունը չես փոխում, դու խաղաղություն չես ուզում, ոնց է այս ընթացքում ինքը Հայաստանին մեղադրում, որ Հայաստանը զինվում է, բայց այդ ընթացքում ինքը լավ էլ զենքեր է ձեռք բերում։ Տեսանք, թե ինչպիսի լայն համագործակցություն սկսեցին Պակիստանի հետ, դրա հետ կապված հատուկ ես ուշադրությունը ձեր հրավիրեցի, որովհետև ոնց էր Պակիստանի վարչապետն եկել եւ ինչպիսի ջերմ մթնոլորտում ռազմավարական գործընկերության հեռանկարային քայլեր էին քննարկում
Թուրքիայի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի եւ շնորհակալություն էր հայտնում գործուն աջակցության համար Հնդկաստանի դեմ պայքարում։ Այդ ամեն ինչը մենք չգիտես ինչի ոնց որ չենք նկատում, նաև չենք նկատում, թե ինչպես է զենքեր ստանում Պակիստանից, ինչպիսի հարձակողական եւ կործանարար զենքեր է ստանում Պակիստանից, ոնց որ թե չենք մտածում, որ դեռ կարգավորված չի Իրանի հետ կապված հարցերը Միացյալ Նահանգների հետ, որի պարագայում ցանկացած իրավիճակի դեպքում կարող է այնպիսի լարվածություն առաջանա, որից օգտվեն մեր թշնամիները։ Այս ամեն ինչի ֆոնին մենք ինչպես տեսնում ենք անկայունության հետ կապված երկրի ներսում առաջացնում են լուրջ խնդիրներ։ Ու սա այնպես չի, որ սա շատ հեշտությամբ իրանց հարցը լուծելու են եւ կաթողիկոս են նշանակելու այս անեն անեն։ Արխիվում գնում ընտրություն, մենք գիտենք այս բոլոր քայլերը ընտրության համար է։ Ես դրա համար, երբ որ ասում եմ, որ հարգելիներս հավատացեք ինձ, ի սկզբանե մի ֆիքսվեք, որ ասեք, այս սա է, ուզում ենք բոլորդ միանաք այս ինչին, որովհետև սա առաջիկայում նախագահական ընտրություններ չեն, վարչապետի ընտրություններ չեն, խորհրդարանական ընտրություն են, որին մասնակցում է կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք մի հատ մեծ ցուցակով, որի հաղթանակի ժամանակ նոր արդեն որոշում են, թե ով է լինում նրա ցուցակի առաջի համարը լինում է վարչապետ։ Այսինքն, եթե դուք մի հոգու ֆիքսեցիք ու ասեցիք սա է, իշխանությունը իդեմս նրա վտանգ տեսավ, սկսվելու է կամ գայթակղելու, կամ սպառնալու, կամ էլ վարկաբեկելու քաղաքականությունը։ Քանի անգամ ենք այդ մասին ասել, եթե դուք ուզում եք իրական այդ խնդիրը անեք, այսօր չի ընտրությունը։ Ընտրության ժամանակը երբ որ կգա, տարբեր մարդիկ պետքա լինեն, որ իշխանության համար դժվար լինի բոլորին վարկաբեկել։ Ինչ պետք է ասի, ցանկացած հրապարակային գործիչին պետք է ասի, գիտես ինչ, էս ինչ բանը սենց է արեք, ամեն բանը տենց է արեք։ Մարդիկ պետք է ասեն, լավ, մի հատ հրապարակային գործիչ չկար, որը նորմալ էր, այդ բոլորի հետևից ես ընկել, լավ մի հատ մեկը նայի դու ընդհանրապես ով ես, հարգելի վարչապետ, որտեղից ես եկել եւ ուր ես գնում։ Եվ այս պարագայում շատ կարևոր է, բա ինչի համար ենք ասում, որտեղ ցանկացածը, որը իրանից վտանգ ներկայացրեց, կոպիտ ասած պոչին նստելու են։ Դուք տեսնում եք ինչա կատարում։ Դուք ուշադրություն դարձրեք, որ անթույլատրելի մեթոդներով փաստերը հավաքում իրավապահ համակարգը։ Բա նրանց համար ինչ պրոբլեմա ցանկացածի հեռախոսը լսի կամ ցանկացածի հետևին մարդ նստացնի, ասի տեսեք ում հետ հանդիպեց, ինչ քննարկեց, շփվեցին, ինչ արեց, որ ցանկացած բան էլ իրանք պրովոկացիա կարող են սարքել դրա հետ կապված։ Դրա համար իմ ասածը սա է, հարգելիներս, պետքա մտածել, որ դրանք պետքա լինեն տարբեր կենտրոններ եւ մինչեւ վերջի պահն էլ չկարողանան հասկանան, թե ի վերջո սեղանի շուրջ համաձայնության կգան եւ ով կստանձնի լիդերությունը, որտեղ տվյալ պարագայում հավասարների մեջ առաջինը ըլնելու հարցում որևէ ամբիցիա լինել չի կարող, որտեղ չի կարող գրագետ մարդիկ իրար ուտեն եւ Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոն ավարել։ Այդպիսի շարժ պետք չի անել գրագետ մարդկանց։ Գրագետ մարդիկ ամբիցիայի խնդիր չունեն, ամբիցիան ծրագիրն է, ամբիցիան գաղափարն է, ամբիցիան նա է, որ մենք լավ երկիր ունենանք։ Ցանկացած ընտրող որ գնում է ընտրության, նա ընտրությունը կատարում մի ձայն ունի, բայց այդ մի ձայնով նա քվեարկում է եւ իր տեղը, եւ իր երեխայի ապագայի համար, որ իր երեխան մի քանի տարի հետո կանգնի ասի հարգելի ծնող, դու Փաշինյանին են չի ընտրեցիր, չի կարող ասի ընտրել են, որովհետեւ ինքը ատլետիկ կառուցվածք ուներ, ես էլ հիացած էի նրանով։ Ընտրել են, որովհետեւ շատ գրագետ էր։ Ընտրել են, որ ինքը գաղափարական էսին ճուղվածության կողմնակից էր, որովհետեւ Փաշինյանն ասել է ես իզմերը չեմ ընդունում, չկա ինքը գաղափար, չկա։ Ընթա մի հատ լոզունգ ասի իրական Հայաստան ու վերջ։ Դու ինչ պատասխան ես տալու քո երեխային։ Քո քվեարկությունը մի ձայն չի։ Քո քվեարկությունը քո երեխայի աչքերին նայելա, որ այսօր կարող ասես, հա լավ եմ անում, Փաշինյանին եմ ընտրում, ով էլ չի ուզում աշկը հանում եմ, քո երեխայի աշկն ես հանում, ում աշկն ես հանում։ Գրագետ մարդիկ իրանց հարցը կլուծեն, մի կերպ յոլա կգնան, ուղղակի ներվերն ափսոս, որ ծախսում են նրա վրա, որ այդ կարգի մարդիկ հասկանան ինչ է կատարվում։ Դրա համար իմ ասածը սա է։ Իմացեք, որ ցանկացածի հետ կապված ցանկացածը խոցելի է, եթե նա իրանից վտանգ ներկայացնի։ Ես այս ամեն ինչը ոնց են պոչին նստում, մի 2 տարի առաջ, ավելի շատ առաջ ես դրա հետ առնչվեցի, դրա համար կարճ ասեմ ձեզ ու անցնեմ շատ թեմաներ ունենք։ Երբ որ Ազատ գյուղում այդ հրդեհից հետո այդ տղաները զոհվեցին, ուղղակի շոկի մեջ էի, որ վարչապետը անմիջապես վարկածը ասեց ու տարածեց, որ դա այսպես է եղել, սենց է եղել, նենց է
շոկի մեջ ընկած ես ամենակոպիտ ձևով արտահայտվել եմ, բայց մի հատ իրա զորքը հարձակվեց իրեն վրա, ոնց թե դու մեր վարչապետին սենց բաներ ասել։ Հետո այս քննությունը պարզեց, որ այո կեղծ ցուցմունքներ են հավաքել, այո կեղծ բաներ են ասել, ոնց է եղել, որ այդ մարդիկ մահճակալի վրա են եղել, տեղից չեն շարժվել։ Մի խոսքով այո պաշտոնյան գնացել է հանրային ալիք եւ սուտ բան ասել։ Այս ամեն ինչը դատավարության պարզվեց, ինչի ես բորբոքված ասեցի, բայց մի հատ հարցակում սկսեց, որին ես պատրաստ չէի։ Այնքան վիրավորված էր, ասել, «Էս ում համար եմ ինձ կոտորում, գնացեք ինչ ուզում եք արեք, չեմ խոսում, մի քանի օր չէի խոսում, հարցազրույցային հրավին չէի էլ գնում, անգամ հրապարակային ասի չեմ էլ գալու»։ Ոչ թե նրա համար որ վախեցա, շատ վիրավորվեց ես ինչա կատարվում։ Ուրեմն դուք տանեք այդ երեխու գլուխը ուտեք ձեր անփութության պատճառով։ Մի հատ էլ մեղադրեք, թե ինչ ես քննադատում, հա։ Լավ, ի վերջո համոզեցին նաև իմ կողմնակիցները, թե ես ինչ ես անում, նրանց ուզացնել դա է, որ մի կողմ քաշվես եւ այլ։ Բայց ես այդ ամեն ինչը տեսա, չէ՞ ինչա, այդ մարդիկ ինչի են ընդունակ, զորքով հանձնարարություն տան ցանկացածի դեմ կգնան։ Այդ դա էր պատճառը, որ նաև այն ժամանակ ես ասի լավ, շատ լավ, եթե ես սկսեմ խոսել, այո կխոսեմ YouTube-յան ալիքով, որը աշխարհի ցանկացած տեղից կարող եմ եթեր մտնել ու ինձ ոչ մեկը չի կարող լռացնի։ Եթե ես պետք է որոշեմ լռեմ թե դրսից խոսեմ, կընտրեմ դրսից խոսելը, բայց չեմ լռի։ Ու մի քանի երկրից ինձ ասեցին, եթե հանկարծ տեսնես, որ չես կարողանում Հայաստանից խոսես, դու մեզ Հայաստանում ես պետք, բայց արի դրսից խոսա, գոնե օգնի ժողովրդին, գոնե օգնի այն քաղաքական ուժերին։ Մենք ամեն ինչով քեզ կօգնենք։ Ասել եմ շնորհակալ եմ, առայժմ անհնարինության վիճակ չկա։ Ինչպես տեսնում եք, չկա, ես էլ Հայաստանում հանգիստ նստած եմ։ Հանգիստ դե անհանգիստ եմ նստած, բայց այդ կարգի չէ։ Բայց որովհետև ես ցույց տվեցի, որ ժողովուրդ ջան, եթե դա է պետք է լինի լռեցնելը, որ ակնարկում եք ինձ չենք թողի խոսես, ես կարամ ցանկացած տեղից խոսեմ։ Գնացել եմ Վրաստան, Վրաստանից եթեր մտել, Էմիրատներից եթեր մտել։ Բանը Իտալիա, Իսպանիա հատուկ նպատակային էլ նկարագրել եմ, թե որտեղ եմ։ Որ իմանաք, որ եթե մտածում եք, որ դրանով կարող եք ինձ լռացնել, ցանկացած տեղ այդ օրը գնամ երեկոյան եթեր կմտնեմ։ Դա հատուկ նպատակային ցուցադրական է, ժողովուրդ ջան։ Միամիտն էլ ինձ ասում է, բա պետք էր որ ցույց ես տալիս, որ Իտալիայից ես խոսում, բա մարդիկ ալիքին օգնում են, ասեն, եթե այդքան հնարավորություն ունես, ինձ օգնեն։ Այ միամիտ ասեմ, դա մտնում է մեր ծրագրի շրջանակի մեջ, որ այո, եթե պետք կլինի, 2 ժամ հետո կարող ենք ուրիշ երկրից եթեր մտնել։ Դա անկախության ցուցիչ է, որ դուք դրանով չեք լռեցնելու։ Եվ ինչպես տեսնում եք, դա նախապատրաստական կանխարգելիչ քայլ է անում, որովհետև իմ գլխին եկել էր մի քանի տարի առաջ։ Այսինքն ես արդեն դրա նկատմամբ իմ վերաբերմունքը արդեն դրա համար երբ որ ի սկզբանե ասում եմ ժողովուրդ ջան ուժի կենտրոններ ստեղծեք, ոչ թե մեկի վրա կանգնեք, նաև դա էլ է դրա համար արվում։ Հիմա տեսնում եք, ով ձենը հանեց, քրեական գործը վրան կա։ Ով միտեղ մի գումար փոխանցեց գնալու են ասեն սա որտեղից։ Գոնե պետք է օրինական մի բան լինի, որը լինի այդ պատյանը, որ կարողանաս ինչ որ մարդկանց հետ խոսած չվախենան, որ ասեն, բայ եթե մի քայլ էլ մենք անենք, խնդրեմ կունենանք։ Կգան մեր պոչին կնստեն։ Ավելի պարզելից ձեզ ոնց բացատրեմ, որ դուք տեսնեք ինչա կատարվում մեր երկրում։ Էնպես որ ուզում եմ ասեմ, ուշադրություն դարձրեք այդ ամեն ինչին եւ դուք պատկերացրեք ում եք վստահում, նրան հստակ օգնեք։ Բայց իմացեք, եթե դուք այդ մեկի լավն եք ուզում, այնպես արեք, որ այդ մեկը խոցելի չլինի։ Դրա համար հիշացնեմ ուղղակի, քան որ շատ կարևոր է այս ալիքի աշխատելը, որ անգամ ձեզ բացատրեցի, որ ես նաև դեմոնստրատիվ ցույց եմ տվել, որ նաև կարող եմ դրսից եթեր մտնեմ ու որևէ ձևով իմ խոսքը չի դադարելու, հա, դրա համար եթե ցանկություն կունենաք, նաև կարող եք ձեր մասնակցությունն ու աջակցությունն ունենալ մեր ալիքին, դրա համար կա նաև PayPal-ի տարբերակը, որը դե Ամերիկայի Միացյալ Նահանգներին է վերաբերում, բայց նաև նյութի նկարագրական մասում կա նաև արագ փոխանցման այլ տարբերակներ, նաև տարբեր երկրների այլ տարբերակներ, նաև կա Patreon-ի հնարավորությունը եւ ընդհանրապես շփման բոլոր հնարավոր տարբերակները կա։ Այնպես որ սա ասում եմ նրա համար, որ ավելի պարզ, որ դուք հասկանաք իրականում ինչ պետք է արվի, ում վստահում եք նրա համար արեք, ժողովուրդ, ես կտեսնեմ ինչ չեք վստահում, իմ ուժերի ներածի չափով այդ մարդուն կօգնեմ, ինչ է պատահել, ոչ մի խնդիր չկա։ Հիմա նայենք աշխարհում ինչ է կատարվում, որի հետ կապված մեր երկրի ներսում մենք տեսնում ենք խնդիրները որն է։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը 100%-ով օգնում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ ահաբեկչական հարձակումներում։ Լավրովի խոսքով այսօր Ուկրաինայի կողմից ահաբեկչական սպառնալիքի աճի ռիսկեր կան, ուստի Ռուսաստանը պատրաստվում է ամեն ինչ անել, որպեսզի դրանք ճնշվեն։ Ուշադրություն, Ռուսաստանը այլևս վախենում է Ուկրաինայի ագրեսիայից, վախենում է, որ Բրիտանիան օգնում է Ուկրաինային, որտեղ Ռուսաստանը շատ ծանր հարվածներ ստացավ, որակապես այլ կարգի հարվածներ ստացավ, որի ընդհանրապես չէր սպասում։ Առավոտից երեկո կռիվ էր անում, որպեսզի մեծ հեռահարության հրթիռներ չտան Ուկրաինային, իսկ ընդամենը Տաուրոսի մասին, որ խոսքը գնում էր, այդ Տաուրոսը 500 կիլոմետրի վրա էր խփում։ Իհարկե Տաուրոսը շատ լուրջ գործ է անում, որ նա կարող է բունկերներ շարքից անի, կարող է շատ խելացի հրթիռ է, նաև կարող է խփի նաև բարձր ճշգրտությամբ կամուրջների եւ այլ, այսինքն միևնույնն է, նա անփոխարինել է իր տեսակի մեջ, բայց խնդիրը նա էր, Ռուսաստանը վախեցած էր ավելի շատ, որ ավելի հեռահար հարված չհասցնեին, իսկ ուկրաինացիները ցույց տվեցին, որ կարող են երկրի խորքում ցանկացած տեղ, ցանկացած օպերացիա անեն շատ մանրակրկիտ նախապատրաստվելով, այսինքն դուք եթե մտածում եք, որ մենակ սահմանի գծից այս կողմ ապահով լինեք, այտենց ապահով տեղ չկա։ Հիմա նոր իրավիճակ է եւ մենք տեսնում ենք, որ Եվրոպան պատրաստվում է բավական երկարաժամկետ պատերազմի։ Իսկ երկարաժամկետ պատերազմ չի նշանակում այս պատերազմն են պատկերացնում երկարաժամկետ, այլ մտածում են հետագայում Ռուսաստանի հետ միևնույնն է իրանք ունենալու են կոնֆլիկտ։ Եվ դրա համար դրա հետ կապված նաև մենք էլի կտեսնենք ինչ է կատարվում, բայց նաև մեր տարածաշրջանինն էլ նայենք, Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը հայտարարել է, Թեհրանը շուտով կհրապարակի իրանական հետախուզության կողմից ձեռք բերված իսրայելական փաստաթղթերի գաղտնիքը։ Արխիվը որակելով գանձ, որը կհրապարակվի երկրի հարձակողական կարողությունները։ Ավելի վաղ Տասիմը հայտնել էր, որ Իրանի հետախուզական ծառայությունները ստացել են Իսրայելի միջուկային ծրագրին վերաբերող գաղտնի փաստաթղթերի արխիվ, բացի այդ ըստ Խաթիբի փաստաթղթերը պարունակում են գաղտնի տեղեկություններ Իսրայելի պաշտպանական կարողությունների, ինչպես նաև հրեական պետության, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ հարաբերությունների մասին։ Այս գանձի փոխանցումը երկար ժամանակ է պահանջել եւ պահանջել է հատուկ անվտանգության միջոցառումներ։ Իհարկե փոխանցման մեթոդները կմնան գաղտնի, բայց փաստաթղթերը պետք է հրապարակվեն մոտ ապագայում, ասել է նախարարը։ Խաթիբը նշել է, որ արխիվը բաղկացած է հազարավոր առանձին փաստաթղթերից, որոնք Իսրայելում ձեռք են բերվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալների կողմից։ Իհարկե սա շատ ծանր հարված է Իսրայելին, որովհետև Իսրայելը միշտ աչքի է անգել իր հետախուզական ծառայություններով ու հակահետախուզական, նա շատ լուրջ համենայն դեպս գերագնահատել է իր հնարավորությունը, բայց վերջի շրջանում տեսնում ենք, որ այդ հանգստությունը, որ իրանք ունեն եւ մի քիչ էլ այդ հանգստությանը ագրեսիա է ավելացվել, որ ումից մենք վախենալու բան ունենք, այդ անպարտելիության զգացումը, դա նաև թույլ տվեց, որ երբ որ հարձակվեց Համասը Իսրայելի վրա, հարցը նա չի, որ հետո Իսրայելը հակահարձակման անցավ, հետո ինքը գնաց սեկտոր Գազան հավիրեց, հարցը նա է, Իսրայելը չէր նկատել, թե նրանք ամիսներով ինչպես են կուտակել այդքան հրթիռներ իր քթի տակ, եւ ինքը չուներ իր հետախուզական տվյալները նման բան չեն հաղորդել։ Այսինքն դա ցույց տվեց, որ նաև երկաթյա գմբեթը այդքան էլ երկաթյա չի, ինչքան նրա մասին կարծում էին, որ այնուամենայնիվ, եթե շատ մեծ ինտենսիվությամբ հարված հասցնեն, եթե հովանավոր չկանգնի այդ գմբեթին Միացյալ Նահանգները եւ իր դաշնակիցները, երկաթյա գմբեթը չի կարողանա այդքան հրթիռները հետ մղել։ Այսինքն նշանակում է Չէ զոքացնել ավելի ճիշտ, ոչ թե հետ մղել, ինչի համար եմ ասում, այսինքն այս ընթացքը, երբ որ իրանք այդ անպարտելիության վրա կառուցեցին իրանց քայլերը, հիմա էլ գնանք Գազան դատարկենք տանք Ամերիկային եւ այլ, մեկ էլ զգոնությունը թոլացնում են, որ արդեն իրանց հետ կարող են այսպես վարվել։ Սա իհարկե լուրջ ցախողումը, կարող է իհարկե փաստաթղթեր փոխեն, ինչ-որ մի բան տեղափոխեն, ինչ-որ մի բան ասեն, իբր թե ապատեղեկատվություն հատուկ արածա, ամեն ինչ կարող են ասել,
Բայց նշանակում է ձեր քթի տակ կարող են իրան գործակալ ունենան եւ կարող են այդպիսի շատ կարեւոր փաստաթղթեր ձեռք բերել։ Եվ դա նշանակում է, որ մի քիչ ավելի շատ ուշադիր պետք է լինել, ոչ թե խելքը ագրեսիային տալ, այլ երկրի ներսում նայել վտանգին, որտեղ մինչև այդ խոսում էին ինքնապաշտպանության մասին։ Մինչև այդ խոսում էին, որ դուք ուզում եք մեզ վերացնեք, մենք էլ իրավունք ունենք ինքնապաշտպանենք, բայց երբ որ արդեն չափից ավել ագրեսիայի ես անցնում, հանկարծ սկսում ես չնկատել, որ կարող է քո դեմ էլ աշխատեն։ Ոնց որ ասենք Իրանը հիմա փորձեց այս փաստաթղթերն անի, ոնց որ Ուկրաինան ասեց դե եթե այդպես է, ես կարող եմ քո տարածքում այսպիսի պայթյուններ անեմ։ Բայց սա նաև մեզ համար էլ շատ կարևոր է, որովհետև Իսրայել-Ադրբեջան մտերմությունը ընդդեմ Իրանի թեման դեռ փակված չի։ Քանի թեման փակված չի, մենք այդ մտավախությունը ունենք ժողովրդյան։ Դա վաղ չի։ Նա ով ինձ հետ շփվում է, հասկանում է, որ ես մենակ կարամ իմ պետության համար վախենամ, ես մենակ կարողանամ մի երկրի համար վախենամ, իմ անձը առանձնապես չեմ կարևորում, բայց խնդիրը որն է, բայց եթե մտահոգությունը եթե ունենում ես, դու զգոն ես ելնում, պատրաստ ես ելնում, նաև փորձում ես ամեն ինչ անես, որ քո իշխանությունը երկրորդական հարցերի վրա չտարածվի եւ հիմնական գործով զբաղվի։ Քանի Ամերիկան չի փակել Իրանի թեման, իսկ մեզ համար միևնույնն է դա ոնց կփակի։ Կարող է կանգնի ասի, ես Իրանի հետ զահլա չունեմ կոպիտ ասած, թող գնա ինչա նման անի, մի կողմ քաշվի։ Իրանին հանգիստ թողի։ Կամ Իրանի հետ պայմանավորվի ինչ որ մի ձևով համաձայնության կան եւ սկսեն գործընկերային հարաբերություններ։ Մեզ համար այդ երկուսն էլ իդեալական տարբերակ է։ Ամերիկա, Իրան իդեալական հարաբերություններից ավելի շատ մենք կօգտվենք, քան իրանք։ Ոչ մի պարագայում մեկը մեկի հաշվին պետք է հաղթանակ չտանի։ Դա իրանց խնդիրն է, մենք ու չենք կարող իրանց օգնենք կամ խանգարենք, բայց այդ պարագայում մենք խնդիր ենք ունենալու։ Այս է հարցը։ Բայց քանի դեռ այդ թեման փակված չի, նշանակում է Իսրայել-Ադրբեջան թեման փակված չի։ Ադրբեջանը զինվում է Պակիստանից ու հարցը նա չի Պակիստանը ինչ հարաբերություն ունի Իսրայելի հետ, ոչ մի ընդհակառակը ինքը կանգնած էր Համասի թիկունքին։ Հարցը նա է Ադրբեջանը զինվում է շատ լավ, Իսրայելից էլ է զենք վերցնում, Պակիստանից էլ է զենք վերցնում, ինքը Ռուսաստանի հետ երբեք հարաբերությունը չի փչացրել, Ռուսաստանն է վախից, որ զենքը մեզ չի տալի, այնքան նրանից չի, որ այդ զենքը չունի։ Հասկացանք չունի, ուրիշին է վերցնում, բայց պայմանագրային պարտավորությունը կատարելու համար գոնե կտար, բայց չի տալի մի բանի համար, որ Ադրբեջանը չնեղանա։ Այդպես ախպեր չեմ տալիս։ Ինչքան կարողանում եմ ձգում եմ, փողն էլ չեմ տալիս, որ ուրիշից չառնի։ Այսինքն դրա համար հիմա այս հայտարարությունը, որը որ արում է Իրանը, քանի թեման չի փակվել, մենք պետք է հասկանանք, որ դա մեզ համար շատ զգայուն թեմա է։ Թուրքիայի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի զինված ուժերի կողմից Գազա ուղևորվող մարդասիրական օգնության նավի կալանավորումը, այն անվանելով միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։ Անկարայի գնահատմամբ Նեթանյահուի կառավարության այս նողկալի արարքը, որը սպառնում է նավարկության ազատությանը եւ ծովային անվտանգությանը, կրկին ցույց է տալիս, որ Իսրայելը գործում է որպես ահաբեկչական պետություն։ Միջազգային հանրության արդարացի արձագանքը Իսրայելի ցեղասպան քաղաքականության դեմ, որը Գազայում սովը որպես զենք է օգտագործում եւ խոչընդոտում է մարդասիրական օգնության մատակարարմանը, կշարունակվի։ Իսրայելի ագրեսիվ եւ անօրինական գործողությունները չեն լռեցնի մարդկային արժանապատվության եւ համընդհանուր արժեքների համար պայքարող ձայները, հայտարարում է Թուրքիայի արտգործնախարարությունը։ Սա էլ այն դեպքն է, որ Թուրքիայի եւ Իսրայելի հաղթանակը մեզ ոչինչ չի տալիս, թե նրանցից ով կհաղթի։ Դա մեր թեման չի, մենք այդտեղ պետք է պաշտպանենք չեզոքություն, ոչ նրա հաղթանակը մեզ ինչ է տալի, բայց խնդիրն ուրիշ է։ Երկուսի որևէ մեկի նկատմամբ հաղթանակը տարածաշրջանում իրավիճակ չփոխի ի վնաս մեզ, որովհետև Թուրքիան Ամերիկայի հետ լավ էլ հարաբերությունները սերտացնում է, ասում է ես եմ քո գործընկերը, տեսակ Սիրիայի հետ կապված ոնց են Սիրիային ճանաչում, սանկցիաներ են հանում, էս են անում, նաև Եվրոպան Սիրիայի հետ կապված, բայց բոլորն ընդունում են, որ գործ ունեն Թուրքիայի հետ, ոչ թե Սիրիայի իշխանության հետ։ Նրանք բոլորը հասկանում են, որ նա Թուրքիայի ազդեցության տակ է։ Անկամ Տրամպը դա նորմալ ընդունում է, Թուրքիայի հետ է ճշտում, ինչ անենք Սիրիայի հետ։ Այսինքն մենք այս հարցում նաև խնդիր կա, որ Թուրքիայի ազդեցությունը այնքան չմեծանա, որ նաև մտածեն դե լավ Հայաստանն էլ թող իր ազդեցության տակ լինի։ Մենք ինչ խնդիր ունենք, Թուրքիայի հետ նորմալ հարաբերվում ենք, սա մի խնդիր է, եւ երկրորդ,
Իսրայելի հետ կապված հաջողություն ունենալն էլ մենք չենք մոռանում, որ Իսրայելը Ադրբեջանի հետ ինչ ծրագրեր ուներ Իրանի հետ կապված։ Այսինքն սա նույնպես մեզ համար մշտական պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի, այդ բախմանը մենք որևէ կողմ լինել չենք կարող, որևէ մեկին ոչ կարող ենք օգնել, ոչ կարող ենք խանգարել, բայց կարող ենք մեր երկրի ներսում հասկանանք, թե մեր իշխանությունները ինչով են զբաղված, երբ որ մեր շուրջը տեսնում ենք ինչա զարգանում։ Բայց հիմա մի բան էլ ասեմ, որ Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է Ֆինլանդիան նախատեսում է տարեկան միլիարդավոր եվրոյով ավելացնել իր պաշտպանական բյուջեն Ռուսաստանից մշտական սպառնալիքի պատճառով։ Ըստ Օրպոյի լրացուցիչ միջոցները կուղղվեն ցամաքային զորքերի ամրապնդմանը, արևելյան սահմանի ամրապնդմանը եւ հակաօդային պաշտպանության համակարգի զարգացմանը։ Մենք մտածելու ժամանակ չունենք, ընդգծել է Ֆինլանդիայի վարչապետը։ Իդեպ Ֆինլանդիայի վարչապետը ասել է, որ մենք 3%-ին համախառն ներքին արդյունքի հասնում ենք եւ էլ ասել է, որ մենք ինչին որ հասնենք, չենք հարկերը բարձրացնելու եւ սոցիալական ծրագրեր չենք պակասացնելու։ Այո, մեզ պետք է կոտորենք, գլուխներս քարին պատին տանք, մեր տնտեսությունը այնպես զարգացնենք, որ ռազմական ծախսերը չազդի սոցիալական վիճակի վրա։ Իսկ գիտեք, որ այդ երկիրը սոցիալական պետություն է, ցանկացած հաշվարկով համենայն դեպս գոնե հնգյակի մեջ մտնող պետություն է աշխարհում։ Բայց միևնույն ժամանակ ասել եմ, մեզ համար միանշանակ ընդունելի է համախառն ներքին արդյունքի 5%-ը, այսինքն այն ինչ որ Դոնալդ Տրամպը ասում էր, նոր անդամ չէ դառել ՆԱՏՕ-ի անդամ, բայց ինքը ասում է շատ հանգիստ մենք հասնելու ենք դրան։ Ու ինչի համար եմ ես հատուկ Ֆինլանդիայի հետ կապված ասում, Եվրոպան նախապատրաստում է Ռուսաստանի հետ առճակատման, ռազմական առճակատման։ Սա ընդհանրապես զինվել չի նրա համար, որ իրանք անհանգիստ են Ռուսաստան։ Ես չեմ հավատում, որ որևէ մեկը Ֆինլանդիայում հիմա խառնվել է իրար եւ իրապես մտածում է, որ Ռուսաստանը հիմա մտնելու է Ֆինլանդիա։ Բայց իրանք ասում են Ռուսաստան, երբ որ դու ագրեսիվ վարկագիծ ես դրսևորում, դա հիմք է տալի մեր ժողովրդին, ասել ժողովուրդ ջան, բայց մենք տեսել ենք, չէ՞, թե իր ձեռից գալիս է ինքը ագրեսոր է, կարելի է Ֆինլանդիայից բաղ վերցրել, բայց եւ միևնույն ժամանակ իրանք լավ հասկացան, որ Ռուսաստանի հզորությունը դա փուչիկ է։ Ռուսաստանը իր սահմանները պահելու զորք չունի։ Սահմանները պահելու զորք ունար Հյուսիսային Կորեայից չէր բերի։ Հիմա այն բոլորը, որոնք վախեցած են Ռուսաստանից, իրանք զինվում են ոչ թե Ռուսաստանից պաշտպանվելու, հարմար պահին այն ինչ որ իրանցն էր հետ վերցնելու։ Երբ որ կգա այդ պահը, որ այսինքն Ռուսաստանը այնքան կթուլանա, որ բոլոր կողմերից կսկսեն ամեն մեկը իր ուզածը վերցնել։ Չինաստանը կասի սա իմն է, Ճապոնիան կասի նա իմն է, Ֆինլանդիան, Լեհաստանը, մյուսը։ Այսինքն սա այնպես չի, որ իրանք այսօր այդ մասին կխոսեն։ Եթե իրանք այսօր այդ մասին խոսեն, պետք է ասեն ինչա, ագրեսիայի եք պատրաստվում։ Հո իրանք այդքան միամիտ չեն տես բան անեն։ Իրանք սպասում են, Ռուսաստանը ակլորանում ասում է, այս սա գալու են գրավենք, ասում է շատ լավ, դե այդ հայտարարի, որ տանենք մեր երկրում տարածենք։ Իրանք վախից պաշտպանվելու նպատակով զենք են կուտակում։ Ինչա, դուք կարծում եք, որ Ֆինլանդիան ուզում է 5%-ի հասցնի համախառն ներքին արդյունքի մեջ բանը ռազմական ծախսերը ուկրաինական պատերազմի համար։ Տևական ժամանակով տարիների համար անգամ ասում է այն ժամկետը, որտեղ որ մենք հիմա աշխատում ենք, ընտրությունը որ ավարտվի, մենք հաջորդ կառավարությանը թողնելու ենք այդ պատվիրանը, որ ինքը դա շարունակի, ժողովուրդ ջան, Պարզ չի ինչ կատարվում աշխարհում, նոր աշխարհակարգի հետ կապված, բա որ այդքան ուկրաինական պատերազմը ուսումնասիրում ենք, ինչի համար ենք ուսումնասիրում, ինչ տեսք է ունենալու նոր աշխարհակարգը։ Եվրոպան ոտի է կանգնում, Եվրոպան Ֆինլանդիայի պես խաղաղասեր երկիրը ոտի է կանգնում, ասում է հոп, եթե ես վախենում եմ քեզանից, որ դու չմտնես իմ տարածք, ես կզինվեմ այնքան, երբ որ բարենպաստ իրավիճակը լինի, ես կվերցնեմ քեզանից այն, ինչը որ դու ինձանից վերցել ես։ Եթե չի գործում խաղի կանոններ, եթե կարելի է ՄԱԿ-ի անդամ պետություն մտնել նայից տարածք վերցնել, այս հիմա են ասում, վայ, բա, միջուկային պետության հետ պետք է զգուշ լինել, էս անել, այն անել։ Դուք պատկերացնում եք, ասենք այն օպերացիաները, որ Զելենսկին նախապատրաստել էր Ռուսաստանի տարածքում կատարելու, մեկ էլ Օվալաձև սենյակում գնացել է տեսնում է, որ այդ սենյակում նստած մարդիկ վախեցած են Ռուսաստանից եւ ասում են դու չես հասկանում ում հետ ես կռվում։ Այդ մարդը այդքան կռվում է հետը, ու նա մտածում է, եթե այս սենյակում նստել եք ու չգիտեք, որ ասում է եկավ Օվալաձև սենյակում, մեզ չհարգեց։ Ժողովուրդ, դուք չեք այդ սենյակը հարգում։ Այդ սենյակում նստած մարդը, եթե ասում է վախենում եմ,
Նրան պետք է ասեն դու արի այդ խայտարակ մի անի այդ սենյակը։ Այդ սենյակը մի անարգի, ասելով, որ այդտեղի նստած մարդը, աշխարհի թիվ 1 սենյակում նստած մարդը վախեցած է ինչ-որ մեկից։ Ուրեմն այդտեղ անելիք չունեք, դու բան չեք գնում ընտրվում։ Ու դրա համար համենայն դեպս Զելենսկին գոնե ցույց տվեց, որ իր այդ բորբոքված էմոցիոնալ պորտկում էր, իհարկե, չնայած լավ սարքել էին, որ իր դեմ օգտագործեն, բայց իր էմոցիոնալ պորտկումը ցույց տվեց, որ շատ ավելի մեծ համակրանք ինքը ունեցավ, քան թե ասենք նրանք, ովքեր հարձակվել էին իր վրա, եւ կյանքը ցույց տվեց, չէ՞ որ մարդը իր երկրի համար կռվում է, հետեւողականորեն, հանգամանորեն նախապատրաստվում է պատերազմին։ Այո, կորուստներ են ունենում, այո, իրանց տարածքել են մտնում, այո, առաջել են գալի։ Ռուսաստանը ամեն ինչ անում է, որ կարողանա զոհերի գնով առաջ գամ, ինչ-որ մի խնդիր անի, որ ասի դե եկեք այս դիրքից բանակցենք, բայց մեկը հույս է դրելա, որ Տրամպը իրան կօգնի պատերազմը դադարեցնելու, Տրամպը իրան չի օգնում պատերազմը դադարեցնելու, այն քանակի դրոններ, որ քանակի դրոններ հիմա Ուկրաինան ինքն է արտադրում կամ համատեղ ձեռնարկություններով դա անում են, նա կարա Ռուսաստանի ռազմավարական օբյեկտները հոդս ցնդացնի։ Ռուսաստանը դա հրաշալի հասկանում է։ Իր միակ զենքը հիմա Տրամպը, որ պատերազմը դադարեցնի, բայց Տրամպի համար էլ է դժվարանում։ Դժվարանում է, որ չի կարող իր ժողովրդին համոզի, որ բանը Ուկրաինան հաղթատուկ չունի, չի կարողանում համոզի, որ Ուկրաինան չի կարող հաղթի։ Մարդիկ տեսնում են, ասում են դուք ինչից եք խոսում։ Ուկրաինան ձեր ռազմական արվեստի պատիվը բարձր պահում, ձեր զենքի պատիվը բարձրացրեց։ Այն ինչ որ տարակ Աֆղանստանում թողեցիք, այն ինչ որ Իրաքում արդյունավետ չօգտագործեցիք, այդ զենքի անուն հանեց Ուկրաինան, այնց որակով աշխատացրեց, բանը պատվերներ եք ստանում, Ուկրաինայից եք բողոքում։ Դրա համար այս բոլոր հարցերը մեզ ուղղակիորեն առնչվում է ժողովրդյան։ Առավելևս որ տեսնում եք մեր երկրում ինչով են զբաղված։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյանի YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։